Հայաստանի կառավարությունը դեռ չի պատկերացնում, ինչպիսին է լինելու Նաիրիտի ճակատագիրը առաջիկա տարիներին։ Համապատասխան մասնագետների ենք հրավիրել, որպեսզի համապատասխան ծրագիր ընտրենք, թե ինչ ծրագրով պետք է այդ ներդրումները կատարվի, որպեսզի Նաիրիտի արտադրանքը մրցունակ լինի առաջիկա 20-30 տարիներում շուկաներում։ Կառավարությունը Եվրազես հիմնադրամից ցանկանում է վարկ վերցնել գործարանը ոտքի կանգնեցնելու համար։ Նաիրիտը 1.5 տարի է պարապուրտում է եւ աշխատակիցները 4 ամիս է աշխատավարձ չեն ստացել։ Վաղը մյուս օրը կստանան։ Քանի ամսվա չեմ կարող ասել, բայց գոնե որ 1 ամսվա կստանան, դա հաստատ է։ Էներգետիկայի նախարարն այսօր անդրադարձավ նաև Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի շահագործմանը։ Հին բլոկը շահագործումից կհանվի այն ժամանակ, երբ նոր բլոկը կսկսի աշխատել։ Ինչ վերաբերում է նրան, թե երբ կհասնենք շինարարական փուլին, դա մոտորապես շինարարական փուլին կհասնենք 2013 թվականի կեսերին։ Ավելացնենք, որ այս տարի հանրապետությունում արտադրվել է 7.4 միլիարդ կիլովատժամ էլեկտրաէներգիա, որը 14.5%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Իսկ ներքին շուկայում սպառվել է 5.8 միլիարդ կիլովատժամ էլեկտրաէներգիա, որը 10%-ով ավելի է 2010 թվականի համեմատ։ Սուսաննա Պողոսյան, Հովսեփ Հովսեփյան, IPV։